Սկսենք նրանից, թե ինչ նպատակ էր պնդում Հայաստանի վարչապետը Մոսկվա գնալուց, որովհետև ինքը խնդրեց հանդիպում, չէ՞։ Այո, իր նախաձեռնությամբ էր, ինքը գնաց եւ համոզված եմ, որ նպատակը հետեւյալն էր, եւս մեկ անգամ պրոտոկոլային, այսպես ասենք, կենացային ինչ որ մի հանդիպում ունենալ, ցույց տալու համար, թե ինքը այն մարդն է, որին բոլորը ընդունում են, Ռուսաստանն է ընդունում, Եվրոպան է ընդունում, Միացյալ Նահանգներն են ընդունում, ինքը sense աշխարհակահաղական կենտրոնի հետ բարեհամբույր վերաբերմունքի մեջ է գտնվում։ Դա էր ուզում ցույց տալ։ Բայց այս անգամ այն ինչ որ ես տեսա, ուղղակի Ռուսաստանի համբերությունը կարելի ասել անվերջ չի եւ ըստ էության եղավ այն ինչ եղավ։ Եվ ոչ իմիջիալուց այդքան խիստ ինք հանդիպումը, ինչքան լուսաբանությունը այդ հանդիպման միջև այցը եւ այցից հետո։ Սա ուղղակի ազդակ էր, որ հերիք է կրուցիտներով աշխարհակահաղական ինչ որ ֆինդեր անել։ Ուղղակի սա էր, որ հերիքը մենք շատ լավ ենք հասկանում դու ինչ ես անում եւ այլևս սա ոչի չի անցնել։ Սա էր հիմնական մեսիջը, այն ինչ որ ես տեսա։ Իսկ կարա մեր հասարակության մեջ ընկալվի կամ ես նկատել եմ, որ իշխանությունները ոչ ուղիղ, բայց փորձում են նաև ժողովրդի մեջ տպավորություն թողել իրենց այսպես սատելիտ ուժերով կամ ճակերտավոր քաղաքագետներով եւ այլն, որ այդ տեսեք ինչ ուժեղ տղա է Պուտինի հետ ոնց է խոսում։ Ոնց է խոսում։ Դե ասաց, որ բանը Հայաստանում ինտերնետը ազատ է։ Հա, հետո քաղբանտարկյալներ չկա։ Ժողովրդավարություն կա։ Ժողովրդավարություն կա։ Այո։ Ոչ ազատ խոսալու բան չկա, իր ներվային տիկերը ուղղակի ակնհայտ էին։ Ինչ էր։ Այդ հանդիպումը ուղղակի հետևյալի մասին էր։ Ռուսաստանը որպես գերպետություն ուղղակի ասել է, որ խնդիրներ մենք ունենք լրջագույն եւ այդ խնդիրները եթե շարունակվեն, ապա հետևանքները լինելու։ Բա որ Հայաստանի պես փոքր երկրի ղեկավարը Ռուսաստանի պես մեծ երկրի ղեկավարին ասում է, այ Ղարաբաղի հարցում դուք սխալ արեցիք, դրա համար հետո մենք մենակ դրանից հետո ճանաչեցինք, երկու անգամ դուք ասել եք, դրանից հետո մենք ճանաչեցինք։ Այսինքն ճշմարտությունը ոնց որ Պուտինի առաջ դնող, էլի, փորձեմ սատանայի փաստաբանություն անել, բայց այս նարատիվներն է որ տարածում են։ Հիմա սա ինքնիշխանության դրսևորում է, թե չէ։ Այսպես ասենք, sense բանի հսկա պետության մոտ ակլորանալը ուղղակի հարվածելու է քո սեփական երկրին եւ քո ժողովրդին։ Հա, գինով է վճարում։ Նիկոլ Փաշինյանը 18 մինչև 20 թվականները ակլորացել է եւ Ադրբեջանի հետ հարաբերություններում եւ Թուրքիայի հետ հարաբերություններում։ Հիմա դաշ չեղավ, որ քաղաքականության մեջ ակլորանալը լավ բան չի։ Հատկապես եթե այդ ուժը ակլորանալու չունես։ Բայց եթե թույլ տաք մի հատ սահուն անցման այն, էլի մի հարցի, որը կարծում եմ շատ տենց նարատիվ է, որը շատ ուզում են տարածել մեր ժողովրդի մեջ, ինքնիշխանությունը ամենաշատ օգտագործված բառերից մեկն է։ Այս վարչախմբի պետությունը, երբ որ ինքնիշխան է, ինչ կարա իրան թույլ տա, ինչ չի։ Այդ Պուտինին չդիմավորելն է իշխանություն կամ գնալ ակլորանալն է, թե ուրիշ ձև է այդ ինքնիշխանությունը արտահայտվում։ Օրինակ, չգիտեմ, ձեր ժամանակ ոնց էր ինքնիշխան էինք մենք, ոնց էր արտահայտվում այդ ինքնիշխանությունը, եթե էինք։ Սա բարդույթի արտահայտություն է։ Այդ մարդու մոտ իսպար բացակայությունը հենց ինքնիշխանության արտահայտվում է անընդհատ այդ բառը օգտագործելով։ Սա կոմպլեքսի հաղթահարման ճանապարհ է։ Ավելի պրոբլեմային վիճակում, կախյալ վիճակում Հայաստանը երբեք չի եղել։ Կախյալումից։ Բոլորից։ Ռուսաստանից էլ։ Բոլորից։ Ռուսաստանից կախվածությունը հսկայական է, օբյեկտիվ կախվածություն։ Մյուսներից կախվածությունը նախաձեռնողական է Հայաստանի կողմից։ Այս մարդը այստի համեցեք է անում։ Ասում ես մի հարիվ եմ նստած, արեք ինձ կառավարեք, ասեք ինչ անեմ, ոնց անեմ։ Անընդհատ կոնֆլիկտներ ա ուզում ստեղծի աշխարհակահաղական, մտածելով թե այդ կոնֆլիկտների արանքում ինքը ինչ որ մի բան կշահի։ Իսկ կարող շատերից կախվածությունը անկախություն ա բերում։ Նայեք, փոքր պետությունը չի կարող շատերից կախվածության չլինի, բայց այդ կախվածությունը վերջը անկախ ընդհանրապես անկախ երկիր չկա աշխարհում։ Բայց այդ թեզերը անընդհատ ինքնիշխանությունից խոսալը, կախվածությունը ինչ որ բան հիպերտրոֆիայի ենթարկելը, սա միայն խոսում է կոմպլեքսների մասին։ Այս մարդը չի հասկանում ինչ անել այս իրավիճակներում։
անում է հիմարություններ, հետո սկսում է հետևանքների հետ պայքարել, հետո հերոսաբար հայտարարում է, որ ինքը միակ մարդն է, որը այս բարդ իրավիճակում կարող է ինչ-որ քայլեր ձեռնարկել, որոնց հետևանքները ուղղակի պրոբլեմային են։ Ես կառաջարկեի նույնիսկ քանի որ Ռուսաստանի այցներ, ավելի շատ կենտրոնանալ հնարավոր հետևանքների վրա։ Պարոն նախագահ, ձեր թույլտվությամբ միջև հետևանքներ